Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությունն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ ենք մեր հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրով։ Պարոն Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկով նամակներ փոխանցեցիք 107 падգամավորների, ՔՊԱ-կանները տարբեր կերպ արձագանքեցին, մեկը նշեց, որ դուք ուշադրության կարիք ունեք դրա համար եք նման բան անում, մյուսը ուղիղ եթերում պատրեց նամակը, սպասում եք այս արձագանքներին եւ ինչի մասին է սա խոսում։ Մենք ճիշտ ասած այդ նամակում նաև որոշակի տրամաբանական խելամիտ ժամկետ ենք տվել падգամավորներին արձագանքի համար, չնայած որ քաղաքացիների նամակների գործընթացը կարգավորող օրենքը մեկամսյա ժամկետ է տալի պատասխանի համար, բայց քանի որ ես կարծում եմ որ падգամավորները այն ինչի համար որ իրան դիմել ենք իրենք վաղուց պետք է այդ գործընթացը նախաձեռնեին, այդ մեկ ամսվա առավելագույն ժամկետը այդ դեպքում տեղին չի եւ նրանք կարծում եմ որ կարող են ավելի կարճ ժամկետում մեզ պատասխանել եւ մենք դեռ սպասում ենք իրենց բոլորի 107-ի արձագանքներին, այո, դուք երկուսի ԿՊԱ-ական երկու падգամավորի արձագանքի մասին խոսեցիք, կարծում եմ որ նրանք կարող են դեռ այլ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել իրենց ծանր հոգեվիճակը ցուցադրելու համար, այն հարսնացուն հյուսիսից ֆիլմ աճում, հարսնացուն կարա գոռա, կարա քացի, տա կծի, միլիցիա կանչի, բան, բայց դրանք հին կովկասյան ավանդույթներ են։ Հիմա ասենք մենք իհարկե կամփոփենք ու փորձենք հասկանալ, թե ասենք օրինակ ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը առանց կարդալու ինչի է ճղոն քաղաքացու ստացված դիմումը քաղաքացու օրվան հաջորդող աշխատանքային օրը։ Թե ասենք ինչի է ինքը սպորտային համազգեստով գտնվում ազգային ժողովում, ասենք թե պարզվում է դրանց խմբակցությունում ծանր վիճակ, ասենք մեկը առանց ներքնազգեստի է գնում աշխատանքի, մեկը սպորտային հագուստով, կարող է պարզվի Արփի Դավոյանը ընդ ոռոգման ջրով լողանում ազգային ժողովի տարածքում, էլ հենց պետք է հասկանանք ընդ ինչ է կատարվում հիգիենայի տեսանկյունից, հետո իրանց վարքը, հետո նոր բովանդակությունը։ Բայց արձագանքներ եղել են այս ընթացքում, իհարկե ոչ մեզ պատասխանի տեսքով, այլ իրենց հրապարակային խոսքով հարցազրույցներով, նաև այլ падգամավորներից մենք շատ մեծ ուշադրությամբ նայում հետևում ենք առայժմ դրանց, կամփոփենք իհարկե այդ ժամկետում, կներկայացնենք մեր հանրությանը, թե կոնկրետ որ падգամավորից ինչ արձագանքներ են եղել եւ նամակին պատասխանելու ձևով եւ հարցազրույցների իրենց տված մեկնաբանություն, նաեւ ոչ падգամավորների, այլ նաեւ այլ քաղաքական գործիչների, այսպես կոչված վերլուծաբանների, հասարակական գործիչների, որոնց կարծիքները նույնպես մեզ համար շատ կարեւոր են։ Ճիշտ է, նրանք որոշումն ընդունողներ չեն, բայց քանի որ հասարակական գործիչներն իրենց կարծիքը որոշակի ազդեցություն ունի հասարակական ընդհանուր կարծիքի ձևավորման վրա, մենք անպայման դրանց է կանդրադառնանք, թե ինչքանով են դրանք հիմնավոր, ինչքանով են փաստազուրկ, ինչ են իրանք ուզում, ասենք, անձնավորել այս գործընթացը անձնական վիրավորանքներ հասցնելով, մասնավորապես ինձ նրանք էլ է շատ հետաքրքիր թե ով ինչ ձևով ինչ ռեակցիա դասում։ Ընդդիմադիր դաշտում կոչվող այո գործիչներ հերիք չի իրենք փաստորեն պարզվում է որ դեմ են Նիկոլ կոչվում են ընդդիմադիր, բայց դեմ են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրավական օրինական գործընթացին, դեմ են փաստացի։ Հիմա պետք է հասկանանք, բա որ դեմ են էլ ոնց են ընդդիմադիր։ Հետն էլ ներկայացնում են որոշներ ընդհանրապես չունենալով դրան այլ հակադիր առաջարկ, բայց կան մարդիկ, որոնք ասենք մասնակցել են վերջի ընտրություններին, մասնավորապես Երևանի ընտրություններին, Գյումրի ընտրություններին, պարտվել են այդ ընտրություններում իշխանություններին եւ համարում են, որ այս իշխանություններից ազատվելու ձև ընտրություններն են։ Այսինքն իրենք արդեն ընտրությունների գնացել են, պարտվել են, ու մեզ ասում են, որ չէ, անվստահություն հայտնելը անլուրջ է, այլ լուրջ է գնալ իրանց հետ ընտրությունների եւ պարտվել, որի արդյունքում իրանք մնում են իշխանության։ Հիմա այս մարդիկ ներկայացնում են հələ դա իրանց այսպես կոչված հիմնավոր տեսակետ համարելու հետ միասին մի հատ էլ փորձում են վիրավորել անձնական, ասենք, վիրավորանքներ, օրինակ այդ իմաստով ընդհանուրեն ասենք Պետրոս Ղազարյանի եւ Ստեփան Դանելյանի կարծիքները, թե չգիտեմ ինչի են իրանք այդքան իրար նման այդ կարծիքներով, երբ որ դրանք մինչեւ հիմա իմ տպավորությամբ պիտի որ տարբեր լինեն, բայց ոչինչ, ես փիլիսոփայորեն եմ մոտենում այդ, ինձ համար այստեղ անձնավորված չի խնդիրը, հետեւաբար իմ հասցեին, ես իմ այս գործընթացում նաև շատ դրվատանքի խոսքեր եմ լսում, քաջալերող, հավասարավոր մարդկանցից, այդ գործընթացին աջակցող կարծիքներ եմ լսում, ես ոչ այդ կարծիքներից ոգևորվում եմ շատ եւ ոչ էլ հիասթափվում եմ իմ հասցեին հնչող
այդ վիրավորանքներից, քննադատություններից եւ այլնից, որովհետեւ այստեղ անձի հանգամանքը 100-րդական է, այդ թվում իմ անձի։ Այստեղ կարևորը գաղափարն է եւ գաղափարի իրագործումը եւ դրա հաջողությունը։ Ես հավատում եմ այդ գաղափարին, ես շատ լավ գիտեմ, որ դա շատ դժվար իրագործելի գաղափար է, թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, որ իրան գիտեն թե քանի պատգամավորից է կազմված քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ու ես չգիտեմ։ Ես էլ գիտեմ, որ դրանք կազմված են 69 պատգամավորներից։ Թող որևէ մեկին չմտածի, թե իրենք տեղյակ են, թե ինչ ներքին փոխհարաբերություններ, ինչ ապօրինի ներքին իշխանական դրված գոյություն ունի այդ կուսակցության, այդ հանցախմբի ներսում, ու ես չգիտեմ դրա մասին։ Ես շատ լավ գիտեմ դրա մասին, շատ լավ գիտեմ դրա մասին։ Բայց իմ տարբերությունը երևի շատերի հետ դրանում է, որ ես իմանալով այդ մասին ոչ թե հաշտվում եմ դրա հետ, ոչ թե հաշտվում եմ եւ այն ընդունում եմ որպես իրողություն, որով պետքա շարունակվի մեր կյանքը, մեր կործանարար իր հետևանքներով, այլ ես պայքարում եմ դրա դեմ։ Հասկանալով, որ այդ պայքարը շատ դժվար է, որ դրա արդյունքներին հասնելը շատ դժվար է, բայց ես գիտակցում եմ, որ ցանկացած գործում հաջողության հասնելու համար յուրաքանչյուր մարդուց պետքա ոչ թե խուսափել, ոչ թե ծուլություն ցուցաբերել, ոչ թե անտարբերություն ցուցաբերել, այլ ճիշտ հակառակը։ Եթե տեսնում ես, որ դժվար է, ուրեմն պետքա հաղթահարես դժվարությունը։ Ինձ համար օրինակ շատ դժվար է եղել գրել իմ տեխնացիական ատենախոսությունը, հոդվածները գիտական, դրանք տալ գրախոսողներին, ստանալ դրական կարծիքներ, շատ դժվար է եղել, բայց ես այդ դժվարությունների ճանապարհին ոչ թե մտածել եմ, որ ես պետքա հետ կանգնեմ այդ գաղափարից, այլ հասկացել եմ, որ պետքա լրացուցիչ ջանքեր գործադրեմ այդ դժվարությունները հաղթահարելու եւ արդյունքի հասնելու համար։ Այս գործում եմ ես կարծում, որ շատ մեծ դժվարության հետ մենք գործ ունենք, մենք միանգամից երկու պետության դեմ ենք պայքարում, Թուրքիայի եւ Ադրբեջանի, սա դրանց ստեղծած իշխանությունն է Հայաստանում, եւ այդ երկու բավականին հզոր ազդեցիկ պետությունների նրանց շահերի դեմ դուրս գալը, մեր ազգային պետական շահերը պաշտպանելու գաղափարը շատ դժվար գաղափար է։ Եվ բայց դա չի նշանակում, որ մենք պետքա չպայքարենք եւ դառնանք այդ ճշնամական պետությունների եւ նրանց խամաճիկ իշխանությունների զոհը։ Մենք պետքա պայքարենք, որպեսզի փրկենք մեր պետականությունը, փրկենք մեր ժողովրդին եւ ապրենք բարեկեցիկ կյանքով մեր սիրելի հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում։ Անդրադառնանք երեկվա ծեծուջարդին, Նոր-Նորքի թաղապետը նախ հայոյել եւ սպառնացել էր ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին եւ ակտիվիստ Արթուր Չախոյանին, հետո արդեն թաղապետարանի աշխատակիցները թաղապետարանում հենց թաղապետի մասնակցությամբ ծեծի ենթարկեցին Չախոյանին եւ փոխարենը մեծ եվրոպական ապագա խոստացող կուսակցության անդամները դատապարտեին իրենց այսպես գործընկերոջ արարքը, ամենաբարձր մակարդակով խրախուսեցին, ողջունեցին իրենց հիմակցի արարքը։ Ինչու այդ դատապարտումն ու հրաժարականը չեղավ, հնարավոր է, որ ավելի ուշ թաղապետը հրաժարական տա։ Ես դեռևս 99 թվականից տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ եմ եւ որպես փորձագետ աշխատել եմ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, նաեւ հայաստանյան կազմակերպություններում եւ այն ինչ որ հիմա կատարում է Երևանի քաղաքապետարանում եւ Նոր-Նորքի թաղապետարանում, դա տեղական ինքնակառավարման եւ մասնակցային ժողովրդավարության եվրոպական 21-րդ դարի ժամանակակից մոդելն է, որը օրինակ ըստ Հոպլոյի կուսակցության ներկայացուցիչների, որոնք նախաձեռնել են Եվրաքվե նախաձեռնությունը եւ ուզում են որ Հայաստանը անդամակցի Եվրոպա, իրենց պատկերացումներով տեղական ժողովրդավարությունը եւ մասնակցային ժողովրդավարությունը քաղաքացիների կողմից հարցեր բարձրացնելը, քաղաքացիներին որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնելը, այդ դրսևորվում է մի հատ պոլո մայկայով թաղապետի կողմից իրենց կոռուպցիոն գործունեությունը բացահայտող հասարակական գործի ֆիզիկապես բռնության ենթարկելը տեղական ինքնակառավարման մարմնի նստավայրում, իրենց պատկերացումները Եվ դա շատ տիպիկ է, որը վերաբերում է ոչ միայն Նոր-Նորքի թաղապետարանին, Հոպլոյին, այլ առհասարակ եվրոպական ինտեգրացիայի ձգտող բոլոր ուժերին, դրանք այդ նույն ձևով աչք են փակում իմ նկատմամբ իրականացվող հետապնդումներին, բռնություններին, մյուս քաղաքական գործիչներին, նրանց համար մեկը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի փոխնախագահը, հիմա որ տարիներով անազատության մեջ է, ոչ մի բանի միայն իր հրապարակային խոսքի համար, խոսքս Արմեն Աշոտյանի մասին է, իրանց համար մեկը թե ինչի են իրենց հասարակական կարծիքի համար դասախոսներ հեռացվում համալսարաններից, այն համալսարանները, որոնք ղեկավարում են ՔՊ-ական
գործիչներ, ովքեր որ միայն կրիմինալ անցյալով են հայտնի, ասենք Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը նախկինում դատված Սուրեն Պապիկյանն է, ու այդ համալսարանից հեռացվում են շատ հեղինակավոր մտավորականներ, գործիչներ, դասախոսներ բացառապես Սուրեն Պապիկյանից տարբերվող կարծիք ունենալու համար, եւ այդ եվրոպոիդները դրանց շատ նորմալ են վերաբերում, դրանց համար էսա իրական իրանց դեմքը եւ պատկերը, սա միայն հանրապետություն կուսակցությանը չի վերաբերում։ Իսկ հենց մատ նայեք Երևանի քաղաքապետարանում, սա միակ այտենց սկանդալային աղմկարուս պատմությունն է։ Վերջին ժամանակաշրջանում մենք Երևանի քաղաքապետանից երկու տիպի լուր ենք լսում։ Մեկ որ առաջիկայում կառուցվելու է մետրոպոլիտենի աչափնյակ կայարանը, երբ որ ձերբակալվում է քաղաքապետի տեղակալ, երբ որ ձերբակալվում է քաղաքապետանի վարչության պետ, հետո ձերբակալվում է քաղաքապետանի մյուս վարչության պետը, հետո կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը, հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը կոմպլեկտ տեղակալով եւ 12 այլ աշխատակիցներով եւ ասենց կոռուպցիոն սկանդալներ անընդհատ ու մեկ է պարզում է որ Երևանի քաղաքապետը այդ ամեն ինչից տեղյակ չի այդ ամեն ինչի ղեկավարն է չէ այսինքն եթե ամբողջ քաղաքապետարանիդ համակարգում սկսած քո աշխատակազմից առանցքային ստորաբաժանումներ որոնք քեզ անմիջապես են ենթարկվում մինչև վարչական շրջանի ղեկավարներ, որոնց դու ես նշանակում եւ ազատում, դրանք վարչական պաշտոններ զբաղեցնող են, հայեցողական պաշտոններ։ Եթե բոլորս այս կոռուպցիայի մեջ առավոտից իրիկուն թաղված են, դու տեղյակ չես, թե ինչ է կատարվում այդ քաղաքում, այդ քաղաքապետարանում։ Ուրեմն դու տեղում չես, գոյություն չունես։ Իսկ եթե տեղյակ ես, ուրեմն մասնակից ես։ Այս ամեն ինչը Տիգրան Ավինյանին ուղիղ է վերաբերում։ Ամեն մի սկանդալի հետ նա պիտի վաղուց դուրս թռածներ եւ գտնվեր իր հայրենի վարած ավտոմեքենայում։ Այո, նան եւս ասել է որ մարդը նյարդերը տեղի են տվել։ Արդարացնում են։ Այսինքն նրանք միայն հակառակ ինչ անում, որ ձերբակալվում է այն մարդը, այն քաղաքացին, որ փաստացի ենթարկվել է բռնության։ Այսինքն չենք կարող սպասել թաղապետի հրաժարական թեկուզ մոտ ապա։ Դա ասենք հրաժարական ինքը պետք է տա։ Ինքը ասում է, որ իրենց կուսակցության հայտարարությամբ դարել են հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության ամրապնդման։ Ոչ մի հավերս չես կարող։ Պարոն Ղազարյան, նախորդային քպական падգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը վիրավորել է չեմ վստահում նախաձեռնության երիտասարդներին եւ նախկինում նմանօրինակ դեպքեր ունեցել ենք նույն Ալեն Սիմոնյանի մայրը, հետո նաեւ ինչպես դուք նշեցիք կոպելներ չսիրող կարծես թե Տիգրան Ավինյանի հայրը Չի կարելի մոռանալ Մարիա Կարապետյանի Այո, ես բաց էի թողել ներողություն վիճակը ստամոք սաղիկյան համակարգ հետ կապված ամենայնիվ ինչու են այս իշխանությունները Ինենց ծնողներին ներգրավում այս գործընթացը արդյոք սա օրակարգը շեղելու համար է եւ ինչի մասին է վկայում դրանց անադեկվատ պահվածքը Իրանք չեն ներգրավում ամեն ինչը շատ բնական վիճակում է այսինքն դրանք դրսևորվում են ժամանակ օրինակ 2 օր առաջ դեռևս մենք ապրում ենք մի բնության մեջ որտեղ Վահագն Ալեքսանյանի մոր կենսաբանական գոյության մասին մենք տեղյակ չէինք Ու սենց բնական հասարական հարաբերությունների զարգացումը մեզ բերեց էվոլյուցիայի այն բարձր մակարդակի, որ մենք տեղեկացանք, թե ինչ երկունքից է առաջացել Վահագն Ալեքսանյան կենսաբանական զանգվածը։ Ու որ այդ համեմատության մեջ նայում ես, դες ինչ բնական է, բնությունը անունի շատ գեղեցիկ է, էլի իր յուրահատկությունների մեջ, դա չէր կարա տենց լներ։ Չէ, ասենք, ոնց կարար ենթադրենք Ալեն Սիմոնյանը ծնված ելներ ուրիշ կնոջից։ Դա շատ սիրունաբնությունը այդ իմաստով։ Ու ամեն ինչը շատ բնա, իրանք չեն ներքաշում։ Ես չեմ կարծում, որ Վահագ Ալեքսանյանը հատուկ զանգեր խնդրել է, հորդորել է իր մայրիկին, որ ինքը գնա, նա իր բնական վիճակն է արտահայտել։ Ուղղակի հասկանում է այդ հուզախառն, եւ շատ հետաքրքիր մեկնաբանություն ասում եմ, որդուս չեն սիրում մարդիկ, նախանձում են Եվ դրան համար դրա կնախած են, բա ինչ կանեն, բա տենց տղա ես բերե, տենց ով չի նախանձի, ով չի ուզենա, որ ինքը բերածլներ, բայց պարզումա, որ մենակ դու ես բերե, որտեղ մենակ դու կարայիր դրան բերեիր, ուրիշ բան չէր կարա ստացվեր, էլի, հուսով եմ, որ գոնե երկրորդ չի ունեցել, չէ, կարծեմ այդ մեկն է, մխիթարվենք դրանով եւ շնորհակալություն հայտնենք այդ կնոջը, որ այդ մեկով բավարարվել է, կարող օրինակ երկրորդին է բերել, էլի, բայց կարծեմ ամուսնու հետ կապված խնդիրը դրա համար չի բերել
Պարոն Ղազարյան, կառավարության երեկվանիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լիներ, մեր կառավարությունը կհաղթեր դրանում, այս առաջի տեղը կզբաղեցներ բացարձակ համաշխարհային ռեկորդով, ինչքան մեդալ կար կբերեինք, ասել էր Նիկոլ Փաշինյանը, մեջբերեցի իր խոսքերը։ Ինչպես կմեկնաբանեք այս ինքնախոստովանությունը։ Չեմ մեկնաբանի, ճիշտ է ասեմ։ Նա Թանապես կառավարության նիստերում, եթե նկատել եք, դրանք հիմա այլևս կառավարության նիստեր չեն, որովհետև հիմնական օրակարգային հարցերը չեն քննարկում, դրանք համարվում են չզեկուցվող։ Զեկուցվող հարցերն էլ որևէ մեկ այդ հարցի բովանդակությանը չի վերաբերում։ Այսինքն այդ հարցի շրջանակներում կառավարության անդամները, որոնք արդեն պաշտոնապես հաստատված տգետներ են, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը եւ իր հետ միասին մյուսները արդեն 7 տարի շարունակ ոչ մի ինտելեկտուալ պրոգրես չեն ունեցել եւ պետքա մասնակցեն տգետների դպրոցի դասընթացներին, որը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Այսինքն ինքը արդեն ընդունել է, որ այդ դահլիճում ով նստած է, նրանք բոլորը տգետներ են։ Ու ինքը այդ տգետների համար ամեն նիստ վերածում է մի հատ դասախոսության։ Ու այդ դասախոսությունը Հենա փաստորեն դուք ձեր ներվերը անջատում եւ որոշակիորեն ուզում եք աշխատանքի բերումով ստիպված, ասենք, բայց դա ոչ թե ձեր մասնագիտության շրջանակներում պետք է, այլ դա պետք է հոգեբուժները իրանց աշխատանքի բերումով այդ պացիենտին ուսումնասիրեն եւ արագ որոշում կայացնեն ստացիոնար բուժման տեղափոխելու համար, որովհետեւ նրա ասած մտքերը օրինակ ես մի անգամ հարցումներով փորձել եմ, էլի Ցինքան ինչ որ ինքը ասում է, փորձել եմ հարցումներով ճշտել։ Հիշում եք, երբ որ մինիստրի ժամանակ փորձեց քրիստոնեության գլխավոր խորհրդանիշը խաչը անարգել եւ ասում են, որ պետքա խաչերը ճանապարհներից հավաքել, ինքը տարբեր տեղեր է գնում, կահույքի մնացորդներից, շինարարական աղբի մնացորդներից խաչեր են դնում, ասես բաներ էր ասում, անարգանք Ես հարցում եի արի գերավոր կառավարությունից, քանի որ վարչապետը տենց բան ասի, դե վարչապետը ո՞նց կարա սուտ ասի, չէ՞, հա։ Միշտ ասում է հավաստի, ասում խնդրում եմ հասցեներով ասեք, թե Հայաստանի որ մարզի, որ համայնքում է գտնվում կահույքի մնացորդից պատրաստված խաչ, որը տեսել է վարչապետը, անհանգստություն է հայտնել դրա վերաբերյալ եւ ասել է, որ պետքա հանվի։ Ասեք, խնդրում եմ Շինարարական աղբի մնացորդից պատրաստված խաչի հասցե ասեք ինձ։ Պարզա որ այդպես բան չի էլ, այսինքն իր նպատակը այդ ցնդաբանությամբ նաև արժեքային դաշտում մեզ, մեր հավատքը, մեր արժեքները, չէ, մեր սրբությունները նսեմացնելն է, դա թրքահապատակի վարքագիծ է։ Նույնը վերաբերում է մյուս գործունեության, այսինքն Դեսեք ինքը նաև ինչ էր ասում, իր ամեն մի ելույթը մի հաղորդում անցագում, ասում է մենք չգիտենք, թե ինչ հիմնարկներ գոյություն ունեն պետական մարմիններ, որոնք դրանից առաջ են եղել, դրանից առաջ են, ոչ մեկս դրա տեղը չգիտի եւ մենք ման են գալի բյուջեում գտնենք այդ տողը, որ Այսինքն պարզվում է գործադիր իշխանության ղեկավարը խոստովանում է, որ ինքը գործադիր իշխանության համակարգին ծանոթ չի Այսինքն այն ինչը ինքը կարող է ասենք կարող է նաև չգիտի որ Հայաստան ունի դրանից ֆինանսների նախարարություն։ Չնայած նախարարը այնտեղ նստած է, բայց ինքը չգիտի թե ինքը ով է, ինչի այնտեղ նստած, այդ ինչով է զբաղվում։ Բայց ինչ տարբերություն ասենք ֆինանսների նախարար թե ֆինանսների նախարարության համակարգի մեկ այլ պետական ոչ առևտրային կազմակերպություն կամ պետական հիմնարկ։ Եթե գործադիր իշխանության ղեկավարը դրա մասին չգիտի, Այդ ուրեմն բա ինչ գիտի ինքը։ Ինքը գիտի թե Էստոնիայի փողոցներն ինչի են մաքուր, իսկ ընդ որում դա իմացել այն ժամանակ, երբ որ գնացել է Էստոնիա։ Կամ ID քարտեր են օգտագործում Էստոնիայում։ Կամ այդ պրիմիտիվ այդ բաները հիմար իր խոստովանությունները, կամ որ իրանք շինարարություն անել չգիտեն, որ իրանք ընթացքի դպրոց չեն կարողանում վերանորոգեն, զուգարան չեն կարողանում վերանորոգեն, չէ։ Հետո ինքը դառնում է Ամիջական ստուգող հələ մի հատ հետ տվեք տեսանյութերը նայեք կրթության նախարար Ժան Անդրեասյանի հետ քանի զուգարան են մտնել նրանք վերջին 6 ամսվա ընթացքում։ Ընդ որում չի երևում դա տղաների զուգարանը, աղջիկների զուգարանը, բայց արդեն շահագործման հանձնված դպրոցներում, այսինքն շինհրապարակ չի, դա արդեն պատրաստի զուգարան է, որտեղ կարող լիներ նաև օգտվող։ Ու իրանք Ժան Անդրեասյանի հետ արդեն անհաշվելի քանակությամբ զուգարաններ, որ մտել են։
Ուզում եմ անեմ ինչ ինֆորմացիա ստացել վարչապետը զուգարանի ջրի բաչոկը ջուրը քաշելուց։ Սրանք այն խայտառակությունն է, որը ցույց է տալի մեր պետական կառավարման համակարգի աղետալի եւ նրա ղեկավարած երկիրը չի կարող հաջողություններ ունենալ։ Պարզապես չի կարող։ Դրա չի կարելի, դրա որևէ ասացի մեջ լրջություն, բովանդակություն գտնել չի կարելի։ Իսկ եթե դու գործադիր իշխանության ղեկավար ես, հանձնարարություններ ես տալի, քո հանձնարարությունները որևէ մեկը շանտեղ չի դնում, չի կատարում, եւ դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, նշանակում է պետական կառավարման համակարգը իր ֆունկցիոնալ վիճակից շեղվել է, որովհետեւ գործադիր իշխանության համակարգն է համակարգն է, որտեղ պետք է լինի հստակ կազմակերպական դիսցիպլին։ Չի կարա հանձնարարականի կատարման ժամկետը խախտվի։ Սրանք չեն կարող երկիր ղեկավարել։ Նայեք, մենք այս տաղավարում խոսել ենք այդ թեմայով, տրանսպորտի Երևանում գների թանկացումը։ Որոշումը դեռ ուժի մեջ չմտած 3 անգամ փոխել են։ Սա որ դեպքում ալու, երբ որ որոշումը չի նախապատրաստում, չէ՞։ Եթե որոշման հեղինակը, որոշման նախագիծը, նա պետք է նախապես բոլոր կողմերի հետ քննարկի, ինքը օրենսդրությանը ծանոթանա, հանրային տարբեր շերտերի ծանոթանա, մշակի որոշման նախագիծ, որը հնարավոր լինի կիրառել։ Իրանք որոշումը ընդունում են, որոշումը դեռ ուժի մեջ չմտած, հասկանում են, որ իրանք սխալ որոշում են, հələ որոշումը չկիրառած։ Ու սկսում են անընդհատ դրա մեջ փոփոխություններ անել, նորից հասկանում են, նորից են ստանում հասարակական արձագանք, նորից են փոխում, դրանք բոլորը վատ կառավարման հետևանքներ են։ Եվ չի կար ասենք հիմա մենք ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետքա կառավարի մի երկիր, երբ որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր կարծիքով շատ կիրթ եւ կառուցողական Իլհամ Ալիևի գնահատումներով նույնիսկ մի կողոզ չի ղեկավարը։ Նրա ղեկավարած միակ հաստատությունը դա իր եւ իր կնոջ կողմից հիմնադրված մի հատ լրատվամիջոց է, որը դասական իմաստով լրատվամիջոց համարել է շատ դժվար, այսինքն բանսարկության մի որջ է եղել ամբողջ գործունեության ընթացքում, այսինքն ինքը որակյալ լրատվական արդյունք, արտադրանք երբեք չի թողարկել, այսինքն դա պրոֆեսիոնալ լրագրության հետ այդ հաստատությունը երբևէ կապ առնչություն չի ունել, այլ առնչություն անեցեք կոռուպցիայի հետ, բանսարկության հետ, կեղծ տեղեկություններ տարածելու հետ, հասարակության մեջ թշնամանք, ատելություն տարածելու հետ, այդ ամեն ինչի հետ կապ ունեցել է, բայց դա New York Times չի էլի, դա լրատվություն չի ստեղծել, որը որևէ մարդ դրա միջոցով տեղեկություն, լուր, կարծիք ստացած լինի։ Այդ է եղել, իր միակ ղեկավարած հիմնարկն է։ Մարդ, որը ոչ կրթություն, իր միակ կրթական փաստաթուղթ իր կրթության մասին հավաստող Իջևանի թիվ 1 դպրոցի ավարտական ատեստատն է, որից Վահե Ղազարյանն էլ ունի իդեպ։ Հələ կարծեմ ուրիշ բաներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը չունի։ Պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կին Աննա Հակոբյանը շարունակում է իր կրթելու արշավը, այսպես ասած, եւ մնացել ենք 5-րդ դարում բանախոսությամբ է հանդես գալիս։ Ձեր գնահատմամբ ինչ է սա նշանակում, փորձում է հանրությանը վիրավորել, թե հակառակը։ Ես ուզում եմ, ես ճիշտ ասած երբեք չեմ լսել, որ 5-րդ դարում եղել է Lexus-ի այն մոդելը, որով որ ինքը հիմա գնում է տգետների դպրոց եւ ասում է, որ ինքը մնացել է 5-րդ դարում։ Եվ ամենևին Մովսես Խորենացուց, որ մեջբերումներ է անում կամ այլ ստեղծագործություններից, այդ հեղինակները այդպես Lexus-ով ոնց որ չեն երթևեկել, Մովսես Խորենացին այդպես ծառայողական մեքենա չի ունեցել եւ ոչ էլ այդպես թիկնազոր է ունեցել, որով Աննա Հակոբյանը տգետների դպրոցում սաղ աշխարհ խառնել է իրար Հրանտ Մաթեոսյանի մտքերը ներկայացնում որպես Վանո Սիրադեղյանի կամ հակառակը ասենց Դեպ այն հոդվածը, որը հենց հայկական ժամանակում տպագրել են իրենք։ Դա ոչ մի բանի հետ կապ չունի, նախ ուզում եմ հասկանամ Աննա Հակոբյանն ով է, նա երբ է դառել դասախոս, ասենք ինչ հատ Աննա Հակոբյանը նույն կենսագրական իր այդ տվյալները որ նայեք, նույն խնդրեն ունի, ոնց որ իր ասեցի քաղաքացիական զուգընկերը։ Միտեղ գրածա որ ինքը սովորել է, միտեղ գրածա որ գրած չի որ ընդունվել է, միտեղ գրած չի որ ավարտել է։ Երկու տեղն է գրածա որ ինքը կապ ունեցել պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հետ, որը Երևանի պետական համալսարանը երբեք չի ունեցել։ Այսինքն հնարավոր չէ մարդը սովորի մի ֆակուլտետում ու չիմանա որ այդ ֆակուլտետի անունը ժուրնալիստիկայի ֆակուլտետ է։
Հիմա ինքը դառել է ու դա իր միակ առնչությունն է կրթության հետ։ Դրանից հետո ոչ շարունակական կրթության մեջ է ներգրաված եղել, ոչ վերապատրաստվել է, ոչ ասպիրանտուրա է սովորել, ոչ մագիստրոսական թեզա, ոչ մի բան։ Հիմա դառել է դասախոս։ Դասա տալի, հավաքել է տգետների դպրոց, ասում է, ես դա պատահական չեմ ասում, ասում է, դա գիտությունը պետք է հաղթահարվի, ասենք ով կարիք ունի Աննա Հակոբյանի տգետ, ասենք, եթե մարդը ունի որոշակի գիտելիքներ, տեղեկություններ, չէ, նա չի պիտի մտածի, որ ինքը տգետ է, պիտի գնա Աննա Հակոբյանը իր տգիտությունը հաղթահարի։ Հավաքում են տգետների, են որում վարչական ռեսուրսով։ Ես հրապարակել եմ այդ Թալինի քաղաքապետի շրջաբերական գրությունը, որտեղ իր աշխատակազմի աշխատակցի տվյալները գրած, որ շտաբ լրացրեք այդ ձևաթղթերը, արդյունքների մասին ինձ տեղեկացրեք, բարձր չէ, որ քաղաքապետը դա տենց գիշեր իրեն հրեշտակները չեն եկի ասեն, որ պետք է տես մի բան անել, էլի, ինքը հանձնարարություն է ստացել մարզպետարանից ու ամենտեղ մարզպետներ, չէ, համայնքի ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, դպրոցի ուսուցիչներ, տանում լցնում են դահլիճներ, ընդամենը 1 րոպեանոց ռիլ նկարելու համար, որը պիտի հեռարձակվի TikTok-ով կամ Instagram-ով, որտեղ երևում է Աննա Հակոբյանը, հետո Նիկոլ Փաշինյանը, Սթիվ Ջոբսի նման, ասես միկրոֆոնը դրած, էկրանի վրա ներկայացնում են իրական Հայաստան, չգիտեմ ինչ։ Դա կոռուպցիա է ուղղակի դրսևորում է եւ միակ տգետը, որը պետք է հաղթահարվի, մեկը 7-րդ տարի նույն տեղում մնացած, մեկը 5-րդ դարից նույն տեղում մնացած, այդ տգետների ընտանիքն է, որոնք ընդամենը իրենց որդուն չեն կարացել, մինչև մակրոց ունեն, չունեն այդ մի տղան, ունեն, ասկի տեղը չգիտեն։ Կրթություն չունի իրանց զավակ Աշոտ Փաշինյանը, ոչ կրթություն է ստացել, ոչ մասնագիտություն, ասենք գոնե տղա էր, չէ, այդալ միտեղ մի արհես սովորեր, մի վարսավիրություն սովորեր, մի, ասենք, քարտաշլներ, մի գյաշկ սողի, ասենք, գիպսակարտոն գտրել իմա, մի արհես տլներ, ասենք, պարկետ խփեր, մեդլա խփեր, մի բան աներ, տղամարդ է, չէ, ասենք, աշխատի իր բանով ապրի, ոչ սովորել է, ոչ աշխատել, այդ իրանց ունեցածն է։ Այդ մեկին չեն կարացել կրթություն տան, տգետների դպրոց են բացել, որ մեր ամբողջ հասարակությանը կրթեն։ Բայց ինչ կարող է սովորեցնել Աննա Հակոբյանը։ Ինչ կարող է Աննա Հակոբյանը ինքը կրթություն, ինքը չի էլ կարա կրթություն ստանալ, ասենք կրթություն ստանալու համար նախ պիտի ընդունվես ինչ-որ մի տեղ, չէ։ Հիմա ասենք օրինակ Աննա Հակոբյանը մի հիշեք էլ ախցրանց այդ դերասանությունները, որ անում են սառը գետնին նստած, դրանից առաջ ամուսին ասած, որ իրանց տունը շատ ցուրտ է, Ցախի փեչեն ուզեի Ջևանից բերեն դնեն, որ մի քիչ տաքանա, որովհետև շատ ցուրտ է, մրսում է, ու դրանից ամիջապես հետո կինն էլ նստած գետնին, սառը գետնին, կինը չպիտի նստի սառը գետնին, էլի, չի կարելի, հա, բայց հետո ասած, որ չի հասցրել, դասի է եղել, որ ուշանար հանկարծ կարող է դասատուն իրան նկատողությունը մտել է տուն, ասեն, իրերը մի կողմ, հազիվ մի հատ ռազետկա է ճարե լապտոպը միացրել նստել դասա սովորում TOEFL-ը պարապ, TOEFL-ը չեն պարապ, TOEFL-ը դա ընդունելության քննությունների համար անգլերենի օտար լեզվից քննական բան է, համակարգ է, որպեսզի դա հանձնես, ընդունվես ինչ որտեղ սովորելու։ Հիմա ինձ հետաքրքիր է, դա ընդունվել է ինչ որտեղ։ Այդ TOEFL-ը հանձնել է, ասենք 100 միավորից քանի սա հավաք է ինքը էլի։ Գուցե կտրվել է։ Սուտ, ասենք դերասանը հիմա նույնը մնացած ամեն ինչին է վերա։ Մարդկանց են զբաղեցնում էլի։ Պարոն Ղազարյան, եւ այսպես նախորդային մի միջադեպի մասին խոսք գնաց հենց Աննա Հակոբյանի եւ զոհվածներից մեկի ծնողի միջեւ, որ երաբլուր տեղի ունեցել եւ որից հետո Աննա Հակոբյանը այսպես կարծես թե փորձեց հարթարացնել իրեն, որ զոհվածներից մեկի ծնողը իր ասել է, որ իր երեխային կկտրտի, դագաղ կգտնի, հավատում եք նրա այս խոսքերին։ Աննա Հակոբյանը երևի մտածում է, որ դա միայն ինքը կարող անի, որովհետև այն ինչ որ եղել է, ու տենց էլ շատ ծնողներ կան, որոնք տենց էլ իրանց զավակներից մենակ մասունքներ են ունեցել, իսկի չգիտեն, թե ինչ է եղել այդ դագաղի մեջ, իսկի չգիտեն այդ դագաղի այդ մասունքները իրանց հետ կապ ունի, թե չէ, շատերի զավակների մասունքները դեռևս մինչև հիմա գտնվում են դիահերձարաններում, ամեն ինչի հեղինակը ով է, կարծում եմ նա, որ գտնվել է հրամանատարաշտաբային կետում,
ինքը դարել է երևի մտածում է, որ դա միայն իր էքսկլյուզիվ իրավունքն է այլոց զավակներին մասնատել, դնել դագաղը, գումենալ անպատիժ այդ ամեն ինչի համար եւ արժանանալ միայն հարստության, ցոփուշով այդ կյանքի, վայրիքների ու մի հատ էլ անպատվելու այդ մարդկանց իրենց զավակների զողողության վայրը համարելով թշնամու տարածք, ասել որ իրանք դրա մասին գիտեին շատ վաղուց, բայց դա չէին ասում, որպեսզի այդ ամենը տեղի ունենա։ Երևի կան չար կախարդներ, որոնք այդ կարգի գործողությունները համարում են միայն իրենց բացառիկ իրավունքը եւ անընդունելի են համարում, որ որևէ մեկի մտքով անցնի, որ դա կարող անել նաեւ ուրիշը։ Եվ պարոն Ղազարյան, ամփոփելով զրույցը 2026-ին խորհրդարանական հերթական ընտրություններն են, ինչ այդ արտահերթ հնարավոր է լինի ձեր գնահատմամբ։ Ես կարծում եմ, որ դա բացառվում է, որովհետեւ ընտրություն մեր երկրում հնարավոր է համապետական միայն ազգային ժողովի ընտրություն։ Ազգային ժողովի արտահերթ ընտրություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ ազգային ժողովը լուծարվում է։ Իսկ ազգային ժողովի լուծարման հիմքերը սահմանադրությամբ են նախատեսված։ Հիմա օրինակ, որպեսզի ազգային ժողովը լուծարվի, պետք է վարչապետը հրաժարական տա եւ ազգային ժողովն էլ 2 անգամ չկարողանա ընտրել վարչապետ։ Ես գործնականում նախ բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երկրորդը, եթե օրինակ նա անցած անգամ արտահերթ ոնց է եղել, նա պայմանավորվածություն է ձեռք բերել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանի հետ, որ իր հրաժարականից հետո այդ խմբակցությունները վարչապետի տեխնացու չպիտի առաջադրեն, որովհետեւ վարչապետի հրաժարականից հետո վարչապետի տեխնացու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները։ Ու քանի դեռ նա վերջնական հավաստիացում չէր ունեցել, որ նրանք տեխնացու չեն առաջադրելու, ինքը հրաժարական չի ներկայացրել։ Հիմա որպեսի նույնը տեղի ունենա, այս խորհրդարանական լուծարվի միայն այդ նույն մեխանիզմի կրկնության դեպքում, դա նշանակում է, որ ինքը պիտի քաղաքական դաշինք կնքի, համաձայնություն ունենա Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ դաշինքի հետ, այսինքն նրանք պիտի Նիկոլ Փաշինյանի հետ նստեն սեղանի շուրջը, նենց ոնց որ նստել է Էդմոն Մարուկյանն ու Գագիկ Ծառուկյանը, որոնց են ժամանակ դիմություն անվանել հնարավոր չէ, նրանք թիմակիցներ են, նրանք կոալիցիա են ձևավորել միասին մինչեւ այդ։ Հիմա եթե ես բացառում եմ, որ Հայաստան դաշինքի падգամավորները պիտի նստեն Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեն արհեստական ճգնաժամ ստեղծելու եւ Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր ընտրական վիճակ ստեղծել, ինչ արվել է 21 թվին ԲՀԿ-ի եւ Լուսավոր Հայաստանի կողմից, որպեսզի օգնեն Նիկոլ Փաշինյանին ինքը վերարտադրվի, ինչի արդյունքում Լուսավոր Հայաստանը ստացավ իրենը, Էդմոն Մարուկյանը նշանակվեց հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, դա եղել է դրանից հետո Գագիկ Ծառուկյանի պարագայում դա տանը չեղարկեց Շանգրիլա կազինոյի 132 միլիարդ դրամի հարկային տուժուտուգանքը, որը գտնվում էր դատարանում, հələ 4 միլիարդի պետական տուգնել վճարեցին պետական բյուջեից։ Այդ ամեն ինչը ունեցել է իր հստակ դրսևորումները։ Ես հիմա չեմ պատկերացնում, որ Հայաստան դաշինքում կամ պատիվունեմ դաշինքում գնալու են Նիկոլ Փաշինյանի հետ նման համաձայնության։ Իսկ եթե նման համաձայնություն չի լինելու, ուրեմն չի լինելու նաև արտահերթ ընտրություն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու միակ հնարավոր տարբերակը դառնում է այն, ինչից որ մենք սկսեցինք մեր զրույցը, դա ազգային ժողովի կողմից նրան անվստահություն հայտնելն է։ Այսինքն ամեն ինչը ստացվում է շատ պարզ, օրենքի տրամաբանության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը չի կատարել կառավարության ծրագիրը, իսկ անվստահության գործընթացը հենց դրա համար է, վարչապետին անվստահություն հայտնում են առաջին հերթին կառավարության ծրագիրը չկատարելու համար։ Որից հետո նշանակում է նոր վարչապետ, բոլորը падգամավորները շարունակում են մնալ որպես падգամավորներ, այդ թվում ԿՊ-ի եւ մյուս խմբակցությունների, եւ 2026 թվականին տեղի ունենում հերթական ընտրություն եւ այդ ժամանակ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի լինում, ինչը երաշխիք է, որ Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելով բոլոր քաղաքական ուժերի համար ժողովրդից իրենց վստահությունը ստանալու եւ հետագա իշխանությունը ձևավորելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, հետաքրքրությունից համար։ Իմ հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Կհանդիպենք։